Բարի լույս, սիրելիներ, այսօր մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Տրդատ թագավորին եւ Աշխեն թագուհուն։ Սա ենթադրել է տալիս նաեւ մեզ, որ այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Սուրբ Տրդատի անունը կրող մատուրում մենք մատուցելու ենք Սուրբ Պատարագ, այնպես որ կարող եք գալ եւ մեզ հետ միասին մասնակից լինել պատարագին, աղոթ բարձրացնենք առ Աստված եւ խնդրենք Սուրբ Տրդատի բարեխոսությունը մեր ժողովրդի մեր հայրենիքի համար։ Սիրելիներս, տեսեք թե ինչ է Եսայի մարգարեն գրում 45-րդ գլխում։ Այսպես է ասում Տերը Աստված իր օձյալ Կյուրոսին. Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները եւ քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները եւ կփշրեմ երկաթե նիգերը։ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը եւ քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը, Աստված։ Այսպես է ասում Տերը իր օձյալ Կյուրոսին։ Այսպես ասեց նաեւ իր օձյալ Տրդատ արքային, սիրելիներ։ Մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի բանդից դուրս գալը Տրդատ արքան այդ օձումը չուներ, Աստծո կողմից այդ օձումը չուներ։ Բայց երբ դարձի եկավ ապաշխարեց եւ ընդունեց քրիստոնեությունը, Տիրոջ օձյալը եղավ եւ Տերը Տրդատով օրհնեց հայ ժողովրդին։ Որքան կարևոր է, սիրելիներ, որ ժողովրդի առաջնորդը Տիրոջ օձյալը լինի։ Որքան կարևոր է, որ Տիրոջ խոսքով շարժվի։ Որքան կարևոր է, որ ճանաչի իր եկեղեցին, իր մայր եկեղեցին։ Որքան կարևոր է, որ Աստված լինի այդ առաջնորդի առաջնորդը։ Այսօր մեր ցանկությունը միայն մեկն է, որ հայ ժողովրդին առաջնորդի Տիրոջից օձյալ մարդ։ Այսօր մեր ցանկությունը մեկն է, որ Սուրբ Տրդատի նմանությամբ կարողանա հասկանալ եւ ընդունել, որ առանց Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ առանց այդ լուսավորչի քարոզչության իր առաքելությունը, եթե ոչ թերի է, ապա նաեւ կարելի է ասել անպետք է դառնում, որովհետև ժողովուրդը հավատքի շուրջ է համախմբվում։ Ժողովրդի հոգին է հավատքը, իսկ եթե հավատքը փչացավ, հոգին այլևս տեղում չի լինելու։ Իսկ մարմինը առանց հոգու գիտենք ինչ է կոչվում՝ դիակ։ Ուրեմն Սուրբ Տրդատի բարեխոսությունն եմ հայցում այսօր, սիրելիներ, մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որպեսզի օրինակ լինի մեզ տեսնելու եւ հասկանալու, որ պետության ամրությունը հավատքի, քարոզչության, մայր եկեղեցու ներկայության եւ նաեւ հոգեվոր դասի առաջնորդության մեջ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։